ոնց որ այսօր դուք եք պատմելու, որովհետև հանգիստը սպասում էին ձեզ, ռադիոլսողներն էլ էին հարցնում, ուր է Դերենիկը, ինչ եւ ինչպես, ասում էի, դե կգա կպատմի, ահա եկավ այդ օրը, սեպտեմբերի 30, սեպտեմբերի 30 օրը երեքշաբթի։ Այո։ Անտիր արձակուրդ անցկացրեցի, գիտեք ինչ մարդ պիտի իր ճակատագրին հավատա էլի, ազնիվ խոսք։ Դե նեն չի որ միշտ կօգնի բան, բայց այդ հավատը պետք չի կորցնել։ Մեկ էլ տեսար այնպեսի անակնկալներ ա բերում քեզ, որ շահ ասում ես, արժեր այսքան սպասել, արժեր։ Ճակատագրի հավատալու պահը մի քիչ ավելի մանրամասն, այսինքն թերահավատորեն չմոտենալ, հա։ Չէ, այսինքն մի քիչ էլ թողնել բախտի կմահաճուքին, այսպես ասեմ, էլի ոնց որ գդասավորի քեզ համար։ Որտեվ մի քանի պլաններ էի սարքել արձակուրդի համար, Մեքսիկո էի ուզում գնալ հետո վերջապես պատմություն է խոսքով։ Սյամա վերկած գնա քո Սան Ֆրանցիսկոն, հա։ Շատ երկու հարկանի էր իմ արձակուրդը այս անգամ։ Ապա։ 3 օր Սան Ֆրանցիսկո գնացի, 3 օր էլ Լագունա Բիչ։ Ծովափա։ Բայց ասա որ Սան Ֆրանցիսկոն ինքը լրիվ ուրիշ հարթություն է, ուրիշ Եվրոպա է։ Ռաֆայել, ու մտածում էի այդ մասին, էլի։ Մի քանի անգամ եղել եմ, այնպես չէ որ առաջի անգամն է։ Դե երկու քաղաք կա, որ իհարկե Երևանը չհաշված։ Ես Երևանում ծնվել եմ, դպրոց եմ գնացել, սիրահարվել եմ, այդ արդեն ուրիշ ոչ մի չափանիշ պետք չի դրա համար, պրոստը կոննա ու վերջ է։ Այդ ես որ Երևան օդանավակայան sense իջնում եմ, մի հոգուս մեջ մի բան ամտնում, որ ոչ մի ուրիշ քաղաքում չկա։ Բայց դրանից դուրս երկու քաղաք կա, որ ասում եմ, կուզենա այստեղ ապրել։ Մեկը Նյու Յորքն է, մյուսը Սան Ֆրանցիսկոն։ Ու մտածում եմ, էլի քայլում եմ Սան Ֆրանցիսկոյով, ասում եմ, ի՞նչն է ձգում, էլի, ասենք ճարտարապետություն, հա, բայց ասենք եվրոպական քաղաքներ կան, որ շատ ավելի բազան ու բարդ ճարտարապետություն ունեն, եւ այլն եւ այլն։ Ու գիտես ինչ հասկացա, Ռաֆայել, Մարդիկ Սան Ֆրանցիսկոցիները։ Այո, ոնց են քայլում, ոնց են ուտում, ոնց են իրենց քաղաքին վերաբերվում։ Էսթետիկա, չէ՞, էսթետ բան կա մի քիչ։ Ինչ կա։ Էսթետ են մի տեսակ։ Այո, տարբեր է, ահա։ Անգամ հոմլեսները տարբեր են, երդվում եմ։ Դե ախր հոմլեսը Սան Ֆրանցիսկոյի հոմլեսն էլ մեզնից եմ որ չգիտես ոնց է, ինչքան փող են ստանում Սան Ֆրանցիսկոյի հոմլեսները, ասի ամենաթանկ քաղաքն է Ամերիկայի Սան Ֆրանցիսկոն։ Հա, թանկերից մեկն է, այո։ Այսինքն դեռ հոմլեսը կարող է մի 2000-անոց տղա է ամիսը, էլի։ Կարող է, այո։ Բեսակ բարի, այդ ագրավներն էլ էին տարբեր։ Ես կատակ չեմ անում, այո։ Ավելի հանգիստ էր այդ ամեն ինչը։ Եվ ամենաշատ գիտեք ինչից զարմացա, բնակչությունը Սան Ֆրանցիսկոյի գիտեք ինչքան է։ 880,000, այսինքն միլիոն չկա։ Երևանից կեսի չափ է գրեթե։ Բայց Սան Ֆրանցիսկոյին խոսում, հա, էլի։ Հա, բայց տարածքը իհարկե մեծ, բայց բնակչությունը եւ այդ փոքրիկ փողոցները, այդ ամեն ինչը մի տեսակ հաճելի է, ինչ Սան Ֆրանցիսկոն շատ կարքին ամեն ինչը։ Հետո մարդկանց վերաբերմունքը փողոցում դեմքերը տարբեր են, այո, զորով չի, ընդամենը քանի մայլ է, ես չգիտեմ ինչև Լոս Անջելես, բայց մարդկանց ասում որ ուրիշ բանի մասին են մտածում, շատ IT-ա դեմքներին, չէ՞, sense ինչ որ բան կա, էլի մի տեսակ, այո, տարբերությունը զգացվում է։ Դա շատ լավ։ Եվ զարմացա, գրեթե բոլոր տաքսիները ինչքան որ ես տեսա, բան էին, այդ ռոբոտներ էին, առանց վարորդի էին։ Ու առանց ձայնին, ես միշտ մեկ է գալի կողքդ կանգնում է։ Ահա։ Չեք մենք այն սերունդն ենք, որ դեռ վախենում է այդ վարորդանից, բայց ինձ թվում է մի 2 տասնամյականց այդ կլինի շատ նորմալ բան, գոնե Ամերիկայում, եւ մարդիկ էլ չեն վախենա։ Գիտեք, հիմա էլ Գլենդելում հայտնվել են այն քարապուսի sense տուփի նման ռոբոտներ, փողոցով գնում են աջին եմ, ուտելիք են տանում, ինչ են անում։ Դե գիտեք ինչ, մի տեսակ տարօրինակ մի բան կա, էլի նայում ես հավատալը չի գալու։ Ուր ես գնում։ Չես ես գնում։ Այ ընկեր, ուր ես գնում եղբայր։ Լամի կանգնի, լամի արի։ Շատ տարբեր, տեսակ, բան զգացողությունը, ոնց որ գիտա ֆանտաստիկ կինո նայես, կամ նման մի տպավորություն ա թողնում, էլի։ Կա տենց բան, ինչ խոսք, կա տենց բան ու
մենք բոլորս այս կամ այն կերպ առնչվում ենք աստիճանաբար ավելի հաճախ եւ X ժամանակ անց դա դառնալու է նորմալ ինչ որ մի բան փաստորեն։ Հենց այդ այլ այդ մարդու եւ իր ստեղծածի հարաբերությունները մենք մեր գլխին բաներ ենք ստեղծում, հետո դրանից սկսում ենք հարմարվել, հետո ավելին ենք ստեղծում, ելի սկսում ենք հարմարվել, տեսակ մենք վազում ենք մեր ստեղծած բաների հետևից էլի։ Դե ամեն մարդ էլ յուրովի է դա վերցնում։ Իդեպ բանում Սան Ֆրանցիսկոյում հյուրանոցը հենց ծովափին էր եւ օդանավականին մոտիկ ու գիշեր այն մարդ այդ ինչ տարօրինակ տեսարաններ, պարզ գիշեր էր աստղալի ու այդ ինքնաթիռները գալիս են իջնելու, կարծես թե գալիս են ծովի վրա պիտի իջնեն, հենց ծովի եզերքով եւ 2 րոպեն մեկ ինքնաթիռ էր գալիս, 2 րոպեն մեկ այդ փոքրիկ քաղաքում։ Այդ Golden Gate-երից շատ հեռու է, այդտեղ գնում։ Չգիտեմ, չէ, երևում էր այնտեղից այդ ամեն ինչը, բայց ես չգիտեմ ինչու ավելի տպավորվեցի մյուս կամուրջով։ Ինչ բրջակոչվում։ Թող հուշեն ռադիոլսողները տեղա չէ, Golden Gate-ը։ Մի հատ ուրիշ բրիջ կա այնտեղ, էլի ոչ պակաս բանի։ Ու որ տակը կանգնում ես, չէ, այ մարդ, այս ինժեներական միտքը մարդու էլի այդ ոնց են այդ ամեն ինչը հաշվում, նախ այդ ջրի մեջ հսկայական այդ հիմքն են դնում բետոնից եւ քարերից, այդ օվկիանոսի հատակին, որպեսզի դրա վրա այդ սյուները բարձրացնեն, հետո ֆանտաստիկ լուրջ բան է, հա, իհարկե, շատ լուրջ աշխատանքներ է տարվում եւ մարդու հանճարը տեղ է թաքնված ինչ որ առումով։ Երեկոյան այդ հենց հյուրանոցի դիմաց է դուրս եկա ծովափին, այդ քնելուց առաջ ինքնաթիռներն եմ նայում էլի այդ իջնող։ Մեկ է կողքս հայտնվեց մեր այդ հայ զբոսաշրջիկներից մեկը, այդ ուզում է խոսակցություն բացել։ Ես էլ ուզում եմ մենակ մնալ, բա ինքնաթիռներ են բանը իջնում, հա, ասում եմ իջնում են, հա, ասում է, գիտես չէ ուր են գնում, ասում է գնում են բան, аэропорт են գնում։ Հա, գլխով եմ անում, այն կողմ եմ շուր գալիս բան էլի, որ հասկանա մենակ թողնի։ Չեն հասկանա, կյանքում չեն հասկանա։ Մեկը սենց անում, Ռաֆայել, ասում է դու գիտես аэропорտը ինչ է։ Երթվում եմ։ Այ մարդպես նայում եմ, դեմքին ասում եմ գոնե մի քիչ ժպիտ բան լինի, ասեմ կատակ անում, չէ, բարձրացակ լուրջ դեմքով սենց պատասխան ասում։ Գիտես аэропорտը ինչ է։ Մինչև այսօր մտածում եմ, չգիտեմ դրա։ Մարդկա մտածում եմ նավով եկեք Ամերիկա, չեմ, Տիտանիկի ժամանակ չէ։ Տիտանիկով եկեք։ Աերոպորտը գիտես ինչ։ Հա, բայց այդ իրոք, դες հետարքիր բան եք ասում, ինչ որ նրբություն կա էլի մարդկային հարաբերությունների մեջ, որ ամեն մարդու տրված չի զգալ։ Այդ մարդը ինչ որ մեկը կանգնած է, նայում է ծովին, եւ ինքը առաջինը չի սկսում զրույցը, հարց է տալի քեզ պատասխանում է մեկ բառով, դա նշանակում է, որ այս պահին չի ուզում խոսալ, այդ շատ բարձ բան է։ Եվ գիտեք ինչ է, այդ մարդկանց այդ տեսակը իրանց մտքով չի անցնում մի բան։ Ես որ մի բան ասում եմ, արդյոք դիմացինից հետարքիրա թե ոչ։ Որտեվ երկու հոգի ենք, ուրիշ մարդ չկա այնտեղ։ Դու պետք է մի բան ասես, որ գոնե քո կարծիքով ինձ հետաքրքիր լինի։ Այդ ու ասում է։ Չէ, օթանավակայանը հետաքրքիր թեմա է կարող է։ Ասում է, ես գիտեմ, ասում է ռուսերեն գիտես, դու ասում եմ, հա, մեկ է sense նայած, как тебя зовут։ Դերնիկը տուն է գնացել, չէ՞ բաս։ Լուրջ եմ ասում, այդ մի 3 րոպե տևեց, բայց ոնց որ կրկես լիներ կենթանի, էլի, как тебя зовут։ Աստված։ Մի խոսքով հանգիստը ուրախ է անցել, կարևորը դա։ Ուրախ անցավ, հա, մանավանդ այդ մի 5 րոպեն շատ ընտիր էր։ Այո, դստեղ բարի գալուստ են ասում մեկնաբանություններում։ Շնորհակալություն։ Աննան Կիսիլով ասում է Oakland Bay Bridge, հա։ Oakland, ինչ էր։ Դե եթե Աննան ասում է աշխարհ տեսած, անավոճակ։ Դե լավ, թող։ Oakland-ը, ասա դուք տեղյակ չեք։ Դերենիկ ջան, բարձր փողոցներից չվախեցաք։ Նոյեմ Հարությունյանն։ Ընդհակառակը։ Գիտեք ինչն էր հաճելի, սենց գալիս ես բլուրի վրա, մեկ էլ բարձրանում ես վերևը, մի հատ բան է բացվում, տեսարան է բացում, ծովով եւ այլնով, էլի ամեն բլուրից մի նոր տեսարան է բացում։ Շատ հետաքրքիր քաղաք է, բայց այս անգամ ափսոս քայլելու շատ հնարավորություն չեղավ, որտեղ ավտոբուս ունենք, որ մեզ տանում բերում էին։ Մի տեսակ այդ ավտոբուսի մեջ որ շատ ես նստում, ոնց որ ակվարիումի ձուկ դառնաս, լուրջ եմ ասում։ Ամեն ինչ այդ ջրի մեջ ես նայում, մոտավորապես ստացվում ոնց որ տունը գաս վիդեո նայես, էլի դոկումենտալ Սան Ֆրանցիսկոյի մասին։ Մինչև ոտը չկպնի գետին, այդ զգացողությունը, որ դու
գտնվում ես այսինչ կամ այնինչ քաղաքում չի առաջանում։ Իսկ բանը ոնց էր ճանապարհը էլի ոնց գնացիք ավելի շատ լավ էր ճանապարհը։ Դե ուտելով, խմելով, երգելով ոմանք անգամ ապարում էին ավտոբուսի մեջ, որը անտիրեր։ Ես միշտ ամենավերջում եմ վերցնում այդ բանը, իմ տեղը կողքս էլ մարդ չկա, հա, պլացկարտ վագոնի նման էր։ Քանի ժամ հասաք? 5? 2-3 տեղ կանգնում ա։ Որ կողմերը։ Չգիտեմ արդեն, միտեղ ուտելու համար, միտեղ զուգարանից օգտվելու համար 101-նա, չէ, 101-ով մինչև վերջ։ Այո, 101-ով ա գնում, Սանտա Բարբարայով, չի։ Ուրեմն գնալուց 5-ով գնացինք, հետ գալուց 101-ով եկանք, որ Արվելի ծովի կողքով ա գալիս, այո։ Դե ճանապարհն էլ ընդ ինչ-որ բաների կանգնում ա, տեսարժան վայրեր, բայց ես այդ տուրիստական մոմենտը չեմ սիրում, էլի որ գնում ես այն տեղերը, որտեղ բոլոր տուրիստներն են հավաքվում։ Այսինքն քո բանը ոնց որ քաղաքի հետ չէ շփվում, տուրիստների հետ ես ավելի շփվում, կան բնակչության հետ քաղաքի, էլի։ Դե ամեն դեպքում հաճելի է, որ լավ անցել, այստեղ Արման Հովանեսյանը ասում է Golden Gate is more historic than the main bridge is a Bay Bridge connecting Oakland to San Francisco. Այո։ Կարող է այդ Bay Bridge-ն ասել։ Հա, այդ երևի, հա, այդ երկու։ Բայց Աննան էլ էր ոնց որ էր ասում Oakland Bridge-ը, Bay Bridge, okay։ Համաձայնվեցի։ Հա, ովքեր չհասկացան, Golden Gate-ը ավելի պատմական, հա, historic նշանակություն ունի, պատմական է, բայց the main bridges հիմնականը բան է Bay Bridge ոնց է ծոցի, հա, ծոցի կամուրջ, հա։ Այո, հավանաբար է ծոցի կամուրջ, որը միացնում է Օքլանդը Սան Ֆրանցիսկոին։ Բարի երեկո ասում Կարինե Մկրտչյանը, բարևներ Չելյաբինսկից, ամար Սան Ֆրանցիսկո, բան մեկը Չելյաբինսկ։ Ոնց եք հարգելի Արմինե Անտոնյան, բարով եք Չելյաբինսկ, այդ հիմա ցուրտ կլինի, չէ՞, այն կողմերը արդեն Չելյաբինսկ։ Չելյաբինսկին ասում են Կլաբիշը Տալանտով։ Աքսոր է, չէ՞։ Աղանդավոր մարդկանց գերեզման բան։ Աքսորի տեղը ինչն էր։ Չէ, բանը ստերեոտիպին իրոք տաղանդավոր մարդիկ շատ կան, բայց հնարավորությունները քիչ են այդ իմաստով, էլի ոնց որ Լեննականը, ոնց որ Գյումրին Հայաստանի համար, հա։ Ուրեմն այս Golden Bridge որ ասեցիք, հիշեց երեմի 10 տարի առաջ էր, եթե ոչ ավել, Հայաստանից ընկերս էր եկել մի շաբաթով թե ինչ, ասեց անպայման ուզում եմ Golden Bridge-ը տեսնեմ, երազանքում եմ։ Խնդիր չունենք, նստեցինք ավտոն գնացինք։ Նայեցինք եւ այլն, մեկ է սենց ասում է, հետո իրեկոն արդեն հյուրանոցում խմում ենք նստած, մեկ է սենց ասեց։ Դերենիկ ասեց, արի, բայց ընդունենք, որտեվ սոտեկի կամուրջ է էլի։ Ասում այո, իհարկե կամուրջ է, ի վերջո, բայց պիտի ընդունես նաև որ Մավսիսարն էլ սար է, ընդամենը, ինչքան էլ մեզ։ Այդտեղ լոգիկան չի աշխատում, չէ՞, մի անգամից փոխվում է։ Իհարկե։ Ձեր բացակայության ընթացքում այդպես ծանր թեմաների կպանք։ Շատ լուրջ բան է, ասի հեսա դերինիկը գա, նոր մենք ձեր հետ կխոսանք։ Բայց չէ, ախր գիտեք որն է, այսքան տեսեք մենք 8 տարի կատակ բան չի էլի, այս կողմ են կողմ գրեթե ամեն օր մի ժամ առնվազն շփվում ենք ռադիոլսողների հետ։ Պաթոսին բոլոր կողմերից մոտեցանք, ազգային արժեքները էլի հարգենք, սիրենք, մոտեցանք, Նարեկացի ուղիղ եթերում կարդացինք, փորձեցինք հասկանալ, ամեն ինչ ափսոսում եմ, որ դրա տեսագրությունը չունենք այդ Նարեկացու Ռաֆայել։ Այն ժամանակ վիդեոյով չէր, չէ՞, տեսանյութով չէինք դեռ չէ։ Հա, իրոք, այդ կարան կրկնենք մեծ հաշվով։ Իդեպ ինձ շատ լավ մի գիրք են նվիրել, մի քանի օր առաջ մեր լավ ռադիոլսողը Ռաֆի Մամյանը տիկնոջ հետ այստեղ Երևանում են ճաշի հրավիրեցին, գնացինք, շատ լավ ավակ ընկերներ են, իրոք ավակ ընկերներ, մամոտ, տարիքը 80 անց են, բայց այնքան երիտասարդ բոլոր իմաստներով, հա, մտքով, աշխարհ հայացքով, որ կյանքում չես մտածի, որ ասենք պապիկիցդ 6-7 տարի մեծ մարդկանց հետ ես շփվում։ Ինձ մի գիրք նվիրեցին դերինիկ, որը մեր եթերի մասնիկն է աչքից դառնալու, հիմա օֆիսում է ինքը Հայաստանի հայկական լեռնաշխարհի պատմամշակութային կոթողների ատլասն է։ Թե որտեղ, որ սարի վրա ինչ մատուրկ է, խաչքար է, ինչ է բան է ու վրայի գրությունները, երբ հագրվե բովանդակությունը որն է եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այս թերթում եմ օֆիսում, այս գիրքը սեղանին ա դրած, հանկարծ մի էջի հանգա, որտեղ ասում է
Սուրբ Սարգիս եկեղեցի կառուցվել է 16-15-րդ դարում։ Նախկինում եղել է մատուռ, որը չի գործել։ Լքվել է ՍՂՆ-ը, գյուղը կոչում է Քրդստան։ Հետարքիր է։ Ըստ ավանդույթի, ասում է, հայերը բնակեցված են եղել այդ տարածքում եւ այլն, բայց ասում եմ, եղբայր, եթե հետարքիր բան է, եթե Քրդստանա գյուղը կոչվում, հիմա արևմտյան Հայաստանի, չգիտեմ որ նահանգի բան, հիմա ավերված է այդ եկեղեցու մնացորդներն ա ցույց տալի, եթե Քրդստան է այդ գյուղը կոչվում, 17-րդ դարում այդ եկեղեցին կառուցվել, այն ժամանակ էլ է Քրդստան կոչվել։ Հայ բնակչության մասին ինչի վկայություններ չկա, էլի, որովհետև վիճահարույց է այդ կոթողը, որովհետև ասում են, որ քրդական հոգևոր բան է, հայերը ասում են հայկական է, քրդերը ասում են չի քրդական է։ Ինքնին բնական է տեղանունը, ինձ մոտ ասենք հարցեր է առաջացնում։ Եթե մենք այս թեմայի շուրջ օրինակ զրուցենք, բան, ինչ որ մեկը պատմության իմացող բան, ոնց պիտի էլի հակադարձի, եթե հանրագիտարանում այդի գրած, որ Սուրբ Սարգիս եկեղեցի Քրդստան գյուղում 16-րդ դար, վերջ, կարծես թե վերջակետ է դրած, բայց վերջակետ չի, ընդ բաներ կա, որ պիտի բացահայտվի։ Ռաֆայել, ես գիտես ինչ եմ նկատել, մեր պատմաբանները ինչքան ես հասկացել եմ, այդպես մանրուք բաներով հետ նյուանսներով հետաքրքրված չէ։ Ես մեծ բաներն այդ արքում, այս ինչ պատերազմ, այս ինչը, բայց թե ոնց ասենք այդ եկեղեցին բնակչությունը եկավ դարձավ ու սենց եղավ։ Հետաքրքիր մասը բաց են այո, բաց են թողնում այդ բաները, ես նկատել եմ։ Իրանց հետ արքիր չի դա, այլ խոշոր բաների հետևից են միշտ վազում։ Եվ մի բան էլ ասեմ հայց։ Սիրելիներ, ճանապարհորդելը ուր էլ ճանապարհորդեք, մարդու մտահորիզոնը լայնացնում, հավատացեք։ Շատ օգտակար եւ անհրաժեշտ բան է մարդու համար, հոգու համար։ Ընտիր մի բան ճամփորդելը։ Պատկերներն են փոխվում, հոտերն են փոխվում, ձայներն են փոխվում, տեսարաններն են փոխվում, մարդիկ են փոխվում, ամենակարևորը։ Եվ լայնացնում է մեր մտահորիզոնը։ Ինչի վրա որ մտածում եք, ձեզ օգնի ճամփորդելը, որ ավելի լավ կարողանաք շատ բաներ պատկերացնել։ Եվ ես մի բանի մասին այնտեղ մտածեցի եւ ուրեմն մի րոպե Ինչով։ Բան եք բերում ցույց տակ, հա։ Ապա քանի որ ավտոբուսի մեջ թուղթ չկա, կարողացա գտնել, որ վրան գրեմ։ Ես օգտվեցի այս ափսեներից, որ կար տետր, նոթատետր։ Փարաջանովն եք դարձել։ Կեմրի զեմ չկար, էլի։ Ուրեմն բանի մասին էր այնտեղ պատմում Նյուտոնի խնձորի։ Բոլորս գիտենք այդ պատմությունը, որ Նյուտոնի գլխին խնձոր անգել, Նյուտոնը բանա, գյուտ արել։ Ով է պատմում, էլի մի հատ կարևոր բան բաց թողեցինք։ Ով է պատմում։ Բանի ավտոբուսի մեջ բաներ են, այդ ով է բան արել, ինչ է եղել եւ այլն եւ այլն։ Ու ես հասկացա, որ այդտեղ կարևոր մի բան են կորցնում։ Ուրեմն ես չգիտեմ իրապես այդ պատմությունը եղել է թե չէ, բայց այս դեպքում կարևոր չէ, որտեղ կորիզն է կարևոր, խոսքը իմաստն է կարևոր։ Ուրեմն Նյուտոնը նստած է իրանց այգում, այն ժամանակ ոնց որ մենք կոവിഡ് ունեցանք, այն ժամանակ էլ այդ չուման ունեին, այդ բանը, ժանտախտ ունեին հիվանդությունը, որ Եվրոպայի կեսից ավելը վերացավ այդ հիվանդությունից եւ որ հիվանդան մեռնում էր, կոവിഡը նման չէր, որ կարողա բուժեին եւ ու մարդիկ տանն էին մնում։ Եվ մեր Նյուտոնն էլ ստիպած այգում նստած մեկ էլ կողքի ծառից խնձորը ընկնում է ներքև։ Ամենասովորական բանը, որ միլիարդավոր մարդիկ բնակչություն այդ ամեն տեսնում են, բայց ինչ էր իր տարբերությունն իր հանճարի ինչումն էր, որ իր մոտ հարց առաջացավ։ Իսկ ինչու է ընկնում ներքև հենց։ Բոլորս այդ նորմալ բաուր պետք է ընկնի։ Ինքը ասեց, չէ, ինչու։ Եվ այդ հարցից ինքը կարողացավ այդ խնձորի ընկնելով տիեզերական համաչափ տիեզերական բաների գա, ճշմարտության գա, որ այդ օրենքը աշխատում է ոչ միայն իր խնձորի ծառի վրա, այլ ամբողջ տիեզերքում։ Ձգողականության օրենքը։ Մի հարցով, եւ ինչն է այստեղ կարևորը, որ այդ տեսակ հարց ամեն մարդ իրեն պիտի տա։ Ոչ թե ասի, դե ընկնում է ծառից, ուրեմն պիտի ներքև ընկնի, ինչու է պիտի վերև գնա։ Եվ հիմա այդտեղից գալիս են բան, եկեղեցու։ Սուրբ եկեղեցի, Սուրբ եկեղեցի, Սուրբ եկեղեցի, Սուրբ եկեղեցի։ Ու ոչ ոք չի ասում ինձ, թե ինչու է Սուրբ այդ եկեղեցին։ Ինչու։ Ինչու օրինակ Սուրբ չի բանակը, որ մեզ արտաքին թշնամուց է պաշտպանում։ Ինչու հերշեջ
հրշեջները, որ մեզ կրակից են պաշտպանում, ոստիկանները, որ մեն խուլիգաններից են պաշտպանում, դրանք սուրբ չեն, իսկ եկեղեցին սուրբ է։ Ինչու՞ բայց։ Ես ուզում եմ իմանալ։ Դե որովհետև կրոնը սուրբ են կրոնների մեջ, իսկ այնի կրոն չի երևույթ, ասենք բանակը կրոն չի։ Բայց իսկ ինչու է կրոնը սուրբ։ Ով ասել որ դի սուրբ լինի։ Բաստված գաղափարը։ Չէ, բայց կրոնի իմաստը ինձ է որ Աստծո գաղափարը դնում ամեն ինչի մեջ բա ոնց։ Եկեղեցին, որ ասում են սուրբ, ես կրոնի մասին չեմ խոսում, եկեղեցու մասին եմ խոսում։ Եվ գիտեք ինչ եզրահանգման եկա, ուզում եք համաձայնվեք ինձ հետ, ուզում եք ոչ։ Այն մութ դարերում, որ սկսեցին ասել եկեղեցին սուրբ է, այդ ժամանակ երկրագնդի բնակչության 75%-ը ոչ թե կրթություն չուներ, գրել կարդալ չգիտեր, բացարձակ անիրագետ էին, բացարձակ 75%-ը։ Եվ այդ մարդկանց ինչքան հեշտ է համոզել, որ մենք սուրբ ենք, եւ բերեք մեզ փող տվեք, եւ այդ տրադիցիան, այդ էխոն արձագանքը գալիս է մինչև մեր օրեր եւ ոչ մեկ չի արցնում։ Կներեք, էլի ես ասում սուրբ եկե, ինչու է սուրբ, կամ ինչով է սուրբ էս եկեղեցին։ Այդ մնացել է օդի մեջ։ Ես լսել եմ որ սուրբ է, բայց չեմ տեսել ճիշտն ասած այդ։ Եկեք Երևան, տեսեք հոգևոր հայրիկներից ոմանց կհասկանաք թե ինչի է սուրբ։ Հիմա 2.5 տարի որ իդեպ մեղավոր ճանաչեց, չէ՞ դատարանը։ Եվ գիտեք ոչ, ոնց։ Չէ, մեղավոր ճանաչել է, հիմա մնում է որոշեն թե պատիժը, այո։ Բայց մեղավոր ճանաչվել է արդեն։ Եվ ես գիտեմ որ ոստիկանները, զինվորականները ձերբակալվել տարբեր բանտեր են նստում, որ այդ գողական աշխարհի հետ շփվեն բնականաբար։ Հիմա ես գիտեմ եկեղեցականների համար կա նման հատուկ մի բան թե իրեն գնալու են սովորական բանտում անցկացնեն իրեն ժամանակը։ Չէ, հատուկ բան դա։ Էդի բան ասենց շատ հա, եկեղեցի չէ։ Ինչ պիտի հատուկ լինի, չնայած որտեղ գիտես, չէ, ոստիկանների համար առանձին են իրանց բանը, որտեղ դե սպանեն իրար, հասկանալի է, բայց տեսնելով ինչա կատարում, ես տեսես ինչ եմ մտածել, ուրբաթ եթերից հետո հասկացա, եթե սենց գնա մեր ժողովրդի մի մասն էլ էս ստի հավատացյալ բան, սենց ինչ բաների մեջ, մեր մոտ տեոկրատիկ հեղափոխություն կարա լինի ուղղակի։ Մարդիկ գան այդ եկեղեցականներով բանով, եկեղեցականները այսօր ավելի քաղաքական գործիչ են, ավելի ընդդիմադիր են, քան իսկական ընդդիմադիրները։ Իրանց լոզունգները, իրանց ճառերը, այսինքն բան անում, այդ պատարակը մատուցում, հավատացյալ ժողովուրդ գնացել է, ինքը ավելի շատ ազգային ժողովի ելույթ է դա հիշացնում, պատարակը, քան թե հոգևոր բավարարվածության, մաքրության, ինչ որ, ասենց այն ինչ որ պիտի անի կրոնը որպես կրոն։ Դրա համար տեսնենք, ուր կտանի ինձ թվում է այս դատը, որ ամսի 2-ին են բարձրաձայնելու կարծեմ պատվին։ 3-ին են ասելու, օքեյ։ Դա ինչ որ նոր շարժման սկիզբ է դառնալու, իմ կարծիքով ես տեսնում եմ Ակնհայտ Փաշինյանը կաթողիկոսի վրա ոտը գազից թողել է։ Ակնհայտ այն ամեն օր գրում էր, չէ, պիտի հեռանա, այն կողմից էլ էին, հա, հիմա հասկացան երևի, որ մի քիչ վիճակը հարմար չի, երկու կողմից էլ ավելի զգուշավոր են, բայց այս վիրձիկը որ կարդան վճիրը ինչ որ նոր զարգացումներ լինելու։ Ապրենք, տեսնենք, 3 օր բան մնաց։ Դե իհարկե, բրա բան կալեկոցի հաստատ քաղաքացիներին բնականաբար։ Հա, մի բան էլ եմ ուզում ավելացնել այդ կրոնական պատմությանը։ Ուրեմն ես թիվը չեմ կարող ասել, նա չգիտեմ, բայց շատ երկար ժամանակ Աստվածաշունչը միայն լատիներեն էր։ Եվ Հռոմի պապերը երկար տարիներ թույլ չէին տալիս, արգելում էին թարգմանել։ Դու պատկերացրու այդ անգլիագետ մարդը գնում է եւ լատիներեն լսում է այդ որ աղոթները ամեն ինչը։ Այս գրաբարին չի հիշացնում։ Հա, ջան։ Ձեր գրաբարի, հիմա գրաբարի նույն թեման չի, ով է հասկանում ինչ ասում եկեղեցին։ Հա։ Ու տենց ամեն չեն ուզում, ինչու է արգելում, որ հանկարծ չհասկանան այնտեղ ինչ է գրել, որտեղ որ հասկացան կարող է գիտակցեն։ Նույնն էլ այդ բանի ծառից իմաստության ծառի պատողնում։ Դրա աղանդավորների մոտ են գնում մեր մոլորիալ ժողովրդի մի մասը, որովհետև այնտեղ հասկանում են։ Ավելի հասկանալի է։ Գնում է գիտարով, Քրիստոսը, լալալա, մեր երկի, այսպես տեսել եմ։ Լավա վատա երգում են, պարում են, ուրախանում են, մեր մոտ գնում է, խոսում են, բան չի հասկանում։ Ու այս վիճակը պիտի վերանայվի լիքը բան։ Պիտի, այո, հիմա գովազդի պահն է, հարգելի բարեկամներ, 2 հատ գիտեք դաթարի պահ ունենք, եկավ առաջին հատվածը մեր գործընկերներին ասենք thank you որ մեծ հետ են, որից հետո վերադառնանք, շարունակենք մեր զրույցը, ես որ բան եմ պեղել արխիվից, Դերենիկին էլ ցույց կտամ, կարծում եմ ձեր մեծամասնությունը սա չի էլ տեսել, իսկ թե ինչի մասն է խոսքը կիմանաք
հաշված րոպեներանց հեռու չգնաք։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Եկանք հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ ողջույն, մեր հարգելի գործընկերների առաջին հատվածը գովազդի եղավ, շարունակում ենք եթերը, ուղիղ միացմամբ մեզ գրում եք մեկնաբանություններ, կարող եք զանգարել նաեւ եթեր, զրուցենք միասին 747 477 3444 Ինչպես եւ խոստացել էի, Դերենիկ, ուրեմն երբեք չեմ տեսել Հայաստանի առաջին հանրապետության իրական թղթադրամները Եվ այսօր երկու թղթադրամ է ինձ բաժին հասել Հայաստանի առաջին հանրապետության 1919 թվականի մեկը 250 ռուբլի, որը պարզվում է բավականին այսօր թանկ հաճույք է, բնօրինակներն է, եւ 100 ռուբլի, ես չգիտեի, որ այս մեր այսօրվա լեզվով չի գրած վրայի գրերը ոնց որ աճարյանական բարեփոխումներից առաջ է էլի այս ամեն ինչը եղել 100 դրամը հարիր է գրած ու անգլերենով ներողություն ֆրանսերենով République de Arménie 1919 թվական եւ մակագրությունը ապահովում է պետության ամբողջ գույքեն զեղծարարությունը պատժվում է օրենքեն Ֆրանսիայի ֆինանսների մինիստր Զուղիաթյան, մինիստրների խորհրդի նախագահ Խատիսյանի սորագրությամբ։ Հետարքիր, սա չէի տեսել երբեք ու կարծում բանա թանգարանային նմուշ է, էլի կարճ ասած, հաճելի է։ Որտեղ հասանք, այս Տրամպի վիճակներից երևի Տրամպը Գազայի շրջանի ձեր ձայնը լսում, ես չեմ լսում, Դերենիկ, լսում եք? Ես հասկացա, ես լսում եմ։ Հա, հիմա լսում եմ, ես էլ եմ լսում։ Բանեիք, ասում ես, ասում Այո։ Հա, Ինչու ռուբլի հետաքրքիր է, ինչու ռուսերեն, էլ ուրեմն ժամանակվանից արդեն այդ բանը, որտեղ ռուբլին ռուսական է մաքուր։ Դե իմ կարծիքով, որովհետև 19 թիվ արդեն ռուսական կայսրությունից նոր ենք անջատվել 18 թվին է մեր անկախությունը, հա, 18 թվից 1918 թվական եւ դա ռուբլի պիտիներ, բայց դրամը որտեղից եկավ հետաքրքիր է։ Ոմանք ասում են դիրհամն է, դիրհամից է եկել, արաբական, չգիտեմ, այդ մասնագետները գուցե ճիշտ պատասխանեն, բայց արաբական աշխարհում դիրհամ է, դրամ, մոտիկա, չգիտեմ, որտեղ ի սկզբանե ռուբլի էր։ Մի փոքրիկ, բայց հաճելի նորություն ունենք, ուրեմն Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից արկել է Լառնակա Գյումրի, Լառնակա երթուղով չվերթները, այո, Լառնակայի միջազգային օդանավակայան դեպի Գյումրի Շիրակ միջազգային օդանավակայան։ Այդ արկելը սա առաջի բանն է, որ Գյումրիից գնում է բան Եվրոպա ուղիղ չվերթ կա։ Գիտեք ինչն է զարմանալի, ուրեմն այդքան բան ունենք, էլի, ցանկացող ունենք, ասենք Գյումրիից թրջելու, որ նման բան են կազմակերպում, որտեղ սա հեշտ գործ չի էլի։ Առաջին օրն է, Անդրանիկ օրն է ու պիտի տեսնեիք վիճակները ու այնքան հաճելի էր այդ ամեն ինչը տեսնել Գյումրին նոր հնարավորություն է ստանում շատ կարևոր միջազգային նշանակության եւ այո մեր հյուսիսային դարպասները երկրի փաստորեն Եվրոպայի հետ օդային հաղորդակցություն ունենալու սա շատ կարևոր է 5 տարի համբերեք ժողովուրդ ջան ու տեսեք դու Գյումրեցուն Գյումրիում ապրող Գյումրեցուն դու ուղղակի չեք ճանաչի մարդիկ 30 եվրոյով, որ ասեմ մի փոր ռեստորանում հաշ չես ուտի 30 բան։ Գնալու են Միլան, գնալու են Կիպրոս, գնալու են Հունաստան, գնալու են Ֆրանսիա, ու այդ մարդիկ բերելու են այնտեղից տեսածը, պատմելու են հարևանին, աղջի ես ոնց ես ապրում, այ ախպերես ինչ ձևի մեջ ես, այդ նիվեքը անջատեք, այդ երկերը, հələ գնացեք աշխարհ տեսեք, ու դա է փոխելու մեր երկիրը։ Գիտեք ինչ հետարքիր այդ նույն գաղափարի առաջին ալիքը այս ինտերնետ կոչվածներ, որ մեկ է մարդիկ սկսեցին տունը նստալ, տեսնել այսպիսի բաներ կա, լսել երգեր, լսել բաներ, որ չեն լսել մինչև այդ, հա, իսկ երկրորդ երբ որ արդեն ֆիզիկապես դու կարողանում ես
այդ ճամփորդությունը կատարել եւ բնականաբար ավելի հարուստ բաներով վերադառնալ։ Բա կուլտուրան ո՞նց է փոխվում, տեսնելով, լսելով, հասկանալով եւ այո, անպայման դա ազդեցություն կունենա, չի կարող է դրական ազդեցությունը չունենալ։ Եվ ես ուրախ եմ, որ ներկայիս կառավարությունը Գյումրուն շատ մեծ նշանակություն տվեց, որտեղ առաջ ոնց էր ամեն ինչ Երևանում էր տեղի ունենում, էլ սպորտային միջոցառում, էլ երկիրաշտություն, ամեն, բայց հիմա սկսեցի նաև դուրս անել, ապակենտրոնացնել այդ ամեն ինչը, որը ինձ շատ կարևոր է, հավասարաչափ զարգացման համար երկրի, Ես մանավանդ գնալ գալը իրոք Եվրոպա գնալ գալը մանավանդ, որովհետև Շիրակից մինի ոդի բան տենց տեղեր թռնում էր ամենայն հարգանքով, բայց Եվրոպայի հետ կապելը մեկը այսօր կոմենտներում գրել էր Տոմսը առնում ենք, հյուրանոցը առնում ենք, բայց վիզա չեն կարողանում ստանալ։ Ընկերներ, վիզայի հարցն էլ կստանաք, աստիճան։ Մեկը չի ստանա, մյուսը կստանա։ Հիմա ինչա դուք չեք ուզում ստանալ կամ չեք կարողանում ստանալ, ուրեմն մյուսների հնարավորությունը կասեցվի, ես ինչ մտածելակերպ է։ Չեք կարող ստանալ, օքեյ, ոչինչ, մյուս անգամ դիմեք կստանաք։ Իսկ ինչու չեն կարող ստանալ, դա էլ կա ախր։ Դե ամենը գցում են աշխատավարձի վրա, իբր աշխատավարձը պետական աշխատող չենք, բայց ես վստահ եմ, որովհետև մեկը դատված է, մեկը գրավի տակ է, մեկը ինչ որ բաների մեջ է եւ այլն, որովհետև դեսպանատունը հարցնում է այդ ամեն ինչը բարձ ինֆորմացիա է։ Ինչ իմ կարծիքով աշխարհի մեր հայ քաղաքացու համար Հայաստանի ամենամատչելի վիզան Կիպրոսի վիզան է։ Մի շաբաթվա մեջ տալիս են, առանձնապես ես մարդ գիտեմ բանկ ստեյթմենտները չուներ, բացարձակ հենց տարիքեր, ասում եմ ես բանկի քարտ չունեմ, բանկ չունեմ, թուղթ գրեցին, տարավ, ստացել էր հանգիստ, որովհետև Կիպրոսը այդ երկիրն է։ Գերմանիա չի, Ավստրիա չի, էլի։ Այս որ ասում ես, չէ՞ պիտի շաբաթ սպասես, որ այդ լավ է։ Ես մտածում եմ, ինչ լավ է, որ Ամերիկայի քաղաքացի եմ, այդ մի խնդիրը չունեմ։ Ու ուզենամ փոքր գնամ ու գնամ։ Ինչ մեծ բան է, չէ՞։ Իրոք մեծ բան է։ Դի սպասես, հուզվես, կմերժեն, չեն մերժի։ Բայց այդ իմաստով էլ Հայաստանը լավ առաջ է գնացել եւ շուտով արդեն ահագին երկրներ ունենք, որ վիզայի կարիք էլ չունենք հիմա Հայաստանից գնալու։ Նայեք, երկու բան side effect-ներ ունեցավ։ Հիշում եք, մի քանի երբ 2 ամիս առաջ էր ուրախացանք Դուբայի հետ այդ վիզան որ հանեց մի քանի ամիս առաջ Դուբայի հետ Աբու Դաբի, Դուբայ, Օման վիզաները հանեցին եւ այլն ուրախացանք իրոք դա շատ մաչելի դարձավ բայց այն ավիաընկերությունը որը այդ մաչելիությունը ապահովում էր ինքը շուկայից գնաց հիմա օքեյ վիզայի խնդիրը կրկին չկա բայց տոմսերի առումով առնվազն 2 անգամ 3 անգամ թանկա բայց դա էլի այդ մեր խնդիրը չի պետության կարևոր է բացելն է հա Իրոք է։ Իսկ Միացյալ Նահանգներում նորից չեն կարողանում կիսել փողերը բարեկամները։ Որ ում փողերը։ Կառավարական փողերը այդ բանը Պանիկովսկին որ ասում է Օստապի Բրագինովիչ երբ են կիսելու մեր փողերը։ Սպիտակ տունն ու կոնգրեսի ներկայացուցիչները անցած գիշեր կայացած բանակցությունների ընթացքում այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների ֆինանսավորման շարունակականության շուրջ։ Բանակցությունների ավարտին Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ կառավարական հաստատությունների աշխատանքի դադարեցումը շատդաունը ամենայն հավանականությամբ անխուսափելի է։ Հիմա երկու բառով էլի, որ ինչ է, գրեթե ամեն տարի այս պատմությունը Միացյալ Նահանգներում կա։ Հիմա այսքան փող ունի Ամերիկան, ասենք $100 ունի, պետական բյուջեն։ Հիմա իրենք պիտի որոշեն, այս 100-ի 20 տան, ասենք, այս բնակավարին, 15 տան այստեղ, որը շատ կարևոր է, որտեղ փողը որտեղ գնաց, որ ճյուղին գնաց ավելի շատ, այդ ճյուղը ավելի շատ բնականաբար զարգանալու է։ Եվ դեմոկրատները իրենց հայացքներն ունեն այս իմաստով, հանրապետականները բնականաբար իրենց, դրա համար ամեն տարի այս հարցի շուրջ մեծ խնդիրներ ա լինում։ Դե հիմա մանավանդ որ պալատներն էլ այդքան մեծ չի տարբերություն, ուրեմն Ներկայում Միացյալ Նահանգներում գործում է դաշնային գերտեսչությունների ժամանակավոր ֆինանսավորման մասին օրենքը, որի երկարաձգման համար Սենատում այն պետք է 60 քվե ստանա։ Սակայն Թրամփի աջակցող հանրապետականները կոնգրեսի վերին պալատում ընդամենը 53 ձայն ունեն։ Հիմա պետք է 7 ձայն էլ համոզեն իրենք դեմոկրատներից, որ իրան միանա իրենց, որպեսզի 60 դառնա ձայները ու կարողանան իրենց բյուջեի տարբերակը հաստատել։ Եթե կառավարությունը դադարեցների աշխատանքը դրա միակ մեղավորը կլինեն դեմոկրատները, ասել է նախագահ պարոն Թրամփ։ Դե ելով կարող է լինել մեղավոր եթե։
Տրամփի այսօրվա այդ հայտարարությունների մեջ ես շատ ուշով հետևում էի Նետանյահուի հետ հայտարարություններին 20 կետով բաղկացած այսպես կոչված լուծում է առաջարկում Գազայի համար, բայց այնտեղ ունես կետերա գրած, չեմ կարծում Համասը ընդհանրապես ասում է Համասը օքեյ, զենքները ցած դրեք, դուրս եկեք Գազայից լրիվ, մենք այդտեղ Ռիվերա ենք սարքում, միջազգային կոալիցիա է գալու ձևը այնտեղ ղեկավարի, եւ գիտես ինչ հետարքիր, ով հայտնվեց այդ կոլխոզում, Թոնի Բլեյերը Բրիտանիայի նախկին ոյդի շատ դիպ, այն որ Իրաքը կերան պրծան, այդ ամեն ինչը արեցի։ Իրանցից սկսվեց Պաղեստինը, սա անգլիացիներից սկսվեց։ Թոնի Բլեյերը ժողովուրդ նախկին 90-ականներին էր ինքը բան, չէ՞, վարչապետներ ու ասում են այն լուրջ դեմքերից է համաշխարհային այդ Բինդելբերգյան ակումբը, ինչ է այն աշխարհի տերերի ակումբն է։ Մի կետ կար, որ ասում է, որ Համասի ուրեմն անդամները կարող են զենքերը դնել եւ ցանկացած երկիր գնալ, մենք իրեն ձեռք չենք տա։ Հիմա ասեք այդ Համասը ստեղծված է այդ իր պայքարի համար, գնա ուր գնա, չգիտեմ, ուր պիտի գնա Համասը, նորմալ երկիր, որ ընդունեն, ոչ պիտի։ Գիտես ինչ, շատ երկրներ չեն ուզում վերցնեն, որտեղ փորձանք են իրան երկրների համար, Պետք է գնան այնտեղ սկսեն իրենց այդ տերորիստական ակտիվությունները եւ այլն, բայց դե Համասն էլ արդեն սկսում է հասկանալ, որ իր վերջը գալիս է, պետք է ինչ-որ բան փոխի, իր տակտիկան, ինչ որ 300 տարի առաջ ինչ ձևով պայքարում են, նույն ձևով այսօր են պայքարում, մարդեն փախցնում ես են անում, այդ ժամանակները անցել է, պիտի դա իրանք հասկանան, եւ փորձեն այլ կերպ անեն, ինչ որ ուզում են իրենք անեն, ոչ թե անմեղ մարդկանց փախցնեն եւ պատանդ պահեն, այլ աշխարհը չի ընդունում նման բաներ, արդեն անցած էտապ է։ Իսրայելն էլ ասում է, բանա միջազգային կոալիցիոն խումբ գալու ձևավորվի եւ բան էլի ոնց որ փափուկ բարձ են դնում ինչ լինելու է Պաղեստինի ժողովրդի հաշվին լինելու, բարձ չի որ այդտեղից հետո ով պիտի այդ երկիր Պաղեստին սարքի, դա իրանցով են անելու, իրանց մեջ-մեջին անելու, այսինքն մեր աչքի առաջ պետության մի հատված լուծարում են ուղղակի։ Սուվերեն տա։ Այո, բայց Թրամփի այդ բաների մեջ մի կետ էլ կար, որ դա չի միանալու բանին Իսրայելին։ Այդ ամենակարևոր պահն է։ Այո, այս պահին։ Ես չեմ կարծում, որ ի վերջո Իսրայելի նպատակը է այնտեղից պաղեստինցիներին հանի ու տները սարքի, ոնց այն կգրավի։ Բնակիչի տեղերա սարքում ու գնում է առաջ։ Իմ բան ունի, էլի։ Ասելու է դա Պաղեստինա, չէ, ասելու է դա Գազայի շրջանը, որտեղ ապրում են հрьяաները։ Դա է լինելու էլի։ Հիմա Ղարաբաղը, ամբողջ սա կյանքներից հազարավոր տարիներ Ղարաբաղում ապրել են հայերը։ Հիմա էլի Ղարաբաղ կա, առանց հայերի, կամ Վան քաղաքը չկա, կա, հայեր չկա, նույն բանն է, մեր աչքի առաջ։ Պաղեստինցիների կեսը փախավ, ով որ կարող էր Գազայից։ Նույն հրեական սցենարն է, բանանենք, օքեյ, դա կլինի Գազայի Ռիվերա բան ժողովուրդն է, օքեյ, կընդունի եւ այլն, ճիշտ է, վիճակ չկա, անդե բան չունեմ ասելու, անդե ուղղակի վիճակ չկա, սովամահ են լինում։ Բայց այդ հասցնում են այդ մակարդակի, Ղարաբաղը ոնց էր, փակեցին բանը, ճանապարհը, ասում է, ծորենը բռով էին տալիս։ Okay, կբացենք, սա դուրս կգան։ Հեսա կտնակ Եգիպտոսը բացելու է մի շաբաթ իր այդ ոնց է կոչվում, ցամաքային անցակետը, ով դուրս գա, ով էլ չգիտեմ, քանի հոգի մարդ կմնա այնտեղ։ Բանվորական ուժ որպես կօգտագործեն այդ իրանց շենքեր, մենք էլ մաքրեն, բանվորական ուժ վերջացավ։ Եգիպտոսն էլ բոլորին չի վերցնելու, էլ ընդեղ էլ անդրով ինքը չի ուզում խնդիրներ ունենա։ Այդ հարցը տես արաբական երկրները բոլորը Պաղեստին, բայց հենց գալիս է հարցը վերցնելու, բայց երկու բան կա այնտեղ։ Իրենք ասում են, որ չենք ուզում վերցնել, որ չդադարվի Պաղեստինը, which makes sense, տրամաբանական է։ Բայց մյուս կողմից էլ իրենք գիտեն թե դա ինչ փորձանք են, այդ գալու են այնտեղ բույն դնեն։ Աստածից պես այս մարտիկ իրենց բանը է, դա տերորն է, իրենք այդ գլխներին կապած 3-4 տարեկանից զենք ունեն արդեն այս։ Դե որ դպրոց չունեն, մանկապարտեզ չունեն, Ալլահ ակբար վազում են, ինչ ես ուզում այդ մարդկանցից։ Այդ Իսրայելն շատ լավ օգտագործում է։ Այդ պայմաններում էլ այդ կիսախ սոված, էլ չեմ ասում դեղամիջոց, դուք պատկերացրեք տարեց մարդկանց վիճակը, նորածին երեխաների վիճակը, որ ահա որ մի բան է դա էլի։ Եվ այդ ֆանատիզմն էլ եթե չլինի, որ իրենք ունեն դեռ պահում են, արդեն մնացածը քանդվում ամեն ինչը։ Բան այդ ամեն ինչ, ահա որ վիճակ է ու չգիտես ոնց է գնալու, որ ուղղությամբ է գնալու։ Բարի երեկո հարգարժան Հայությանը, ասում է Արմինե Սարգսյանը, բարև ձեզ, հարգելիս, բարև ձեզ, Թերեզա Բուջարյանը Զապարոժյե քաղաքից է մեզ բարևում, բարև ձեզ, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր Վահիկ Կասումյանը։ Այ մա, դենց օր չկա, որ չհիշենք մեր կլասիկներին, էլի։ Այստեղ մեր նախորդ թեմաների շուրջ Ալիսա Եսայանը ասում է կներեք,
եկեղեցին է սուրբ, ոչ թե քահանան։ Օտար ազգերը հայերեն չեն հասկանում, բայց նարեկով բուժվում են։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Ես բարձր արդեն, հա։ Դե հա։ Այստեղ էլ բաներում որ գնում ես, հիվանդան emergency որ գնում ես, նարեկը դրած ան բուժում են մի անգամ։ Զոյան ասում է Դերենիկը հեղափոխական մտքեր է ասում։ Ես ասում եմ վերջում գալու են, հեսա մեր հետևից էլ են գալու։ Okay, եւս մեկ դաթար հարգելի բարեկամներ, մեր հարգարժան գործընկերներին ասենք շնորհակալություն, գանք ու աստիճանաբար ամփոփենք հաղորդաշարը, հեռու չգնաք։ Հայկական ամենալսելի թոք-շոու R-Music հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Հաղորդման վերջին րոպեներն են ընթանում, ունենք 5 րոպե եթերային ժամանակ եւ լսում ենք նաեւ ձեզ, ձեր մեկնաբանություններն ենք այստեղ ընթերցում, Դերենիկ, եթե ավելացնելու բան եք, խնդրեմ, ես մեկնաբանությունները կկարդամ որոշ ուրեմն մենակ արագ ասեմ, որ ուրեմն Ջիբրալթարում ուզում են թունել սարքել, որ Եվրոպան կկապի Աֆրիկայի հետ։ Դե դա վաղուց ծրագիր էր, միշտ հետաձգում է։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Եվ ուրեմն գնացք եւ մեքենաների համար, հա։ Պատմական բա, այդ նույնն է Լամանշի էֆեկտն է, էլի, տալու որ Լամանշը կղզին բրիտանական կղզիները կապեցին Եվրոպա մայրցամաքի հետ, 90-ականներին դա պատմական քայլ էր, հիմա էլ այս Ջիբրալթարի պահն է։ Լուրջ առաջընթաց է ու կանեն։ Տարածքը կարծեմ ավելի մեծ է, ավելի մեծ Անգլիայի բանը է, հա։ Աֆրիկան եւ Եվրոպան։ Եվրոպան միանում է իրար։ Հա, ես վերջերս մի բան էի ընթերցում, բարձվում է 20-րդ դարի սկզբին մի ծրագիր կար, որ միջերկրական ծովը ուզում էին Ջիբրալթարով փակեին, դամբա սարքեին, հա, այդ դամ անեին ու այդ ջուրը օգտագործեին ներքին գործառույթների համար մի քանի տասնամյակում թե հարյուրամյակում միջերկրական ծովի ափամերձ շրջաներում հողեր, մշակի հողեր որ լիներ օգտագործեին, բայց հետո խմելու են այդ ջուրը, հա, տարիներ անցավ ուսումնասիրեցին, հիմիկվա խելքով արդեն, ասում էին, որ դա կլիներ ուղղակի Եվրոպայի վերջը, որտեղ միջերկրական ծովի ջուրը բավական աղի է, ասում են, եթե հանկարծ ցամաքեր այդ մասշտաբների ցամաքացնեին, ապա այդ աղը բանը այդ ամեն ինչը բարձրանալու էր եւ խայտարակ վիճակ էր լինելու։ Այս մարդկային միտքը սխալ օգտագործելու լավագույն օրինակները այդ սովետական տարիներին էին, այդ նոր որ զարգանում էր, չէ՞։ Ուրեմն ինժեներ ինչ էին անում, գետի հուներն էին փոխում, եսիմ ինչ էին անում, լրիվ ենթարկում էին իրանց, հետո լավա ժամանակին հասկացան, տեսան, որ սա տանելու է կատաստրոֆայի։ Չես կարող այդքան բան անել, էլի, բնությունը իր Սևանը վառ օրինակ, Սևանի ջուրը ինչքան լավա կեսից հասկացան, կասեցրեցին։ Ուրմիա լիճը ցամաքեց անցյալ տարի վերջնականապես, այս Սպուտնիկի նկարները մի քանի օր առաջ էլ համացանցում պատտվում էր, Մերձավոր Արևելքի ամենախոշոր լիճը բառացիորեն ցամաքեց եւ դա Արալյան ծովը նույն էլի կենտրոնական Ասիայի երկրներում ու դա մենակ ջուրի բացակայությունը չի, այդ աղը ամբողջը բարձրանում է մթնոլորտ եւ լցվում է ուրիշտեղ սպանում է։ Շղթա է բնական, մեկը մեկից կապված, որտեղ մեկը որ կասեցնում ես, այդ ամբողջ շղթան փլուզվում է։ Այդ ափսոս ուշ հասկացանք դա, բայց շատերը մինչեւ հիմա էլ չեն հասկանում, որտեղ գիտեք ինչի պես է, ոնց որ ես հիմա օգտագործեմ, վաղը ինչ ուզում ա լինի։ Բա եթե մենք չմտածենք մեր երեխաների, թոռների մարդկության ապագայի մասին, ով է մտածելու է։ Դե մանավանդ որ այս քաղցր ջրի խնդրը գնալով մեծանում է ամբողջ աշխարհով մեկ։ Իսրայելը դրա լավագույն օրինակն ամենակի ջուրին ունի եւ ինքը ամենալավ բաներ ունի, միջոցներ ունի, ծովի ջրից խմելու ջուր սարքելու, այո, ամեն լավագույն տեխնոլոգիան ունի, որտեղ այլընտրանք չուներ ինքը արդեն։ Կուզեիք Իսրայել գնայիք նույն Երուսաղեմ, ուխտագնացություններ են անում։ Ես զարմանում եմ, թե ինչքան պահանջված է այստեղ Երևանից ունես պահանջված է, այնքան մարդիկ գիտեմ գնում են մկրտվում են, հատուկ տուր փաթեթներ կա, այստեղից տանում են Հորդանան մկրտության։ Ընկերներ ունեմ տարան երեխեքին տարան, ասում եմ լսի։ Եթե հարցը հասել է այդտեղ եվրոպական մի փոքրիկ քաղաք, չէ, բացի այդ հայի համար ինձ թվում է այդ հավատան հասկանալի է, բայց եթե հարցը հասել է այդտեղ, մեր մեջ միացել է ինչ վատ սրբություն է, գնաս Իսրայել այս պատմական շրջանում որ քո դեմ մեր պետության դեմ այնքան բան է արել Իսրայելը, մանավանդ վերջերս էլի, բացեի բաց։ Ես կարծում եմ շատ զգուշ պիտի լինես այդ առումով, մանավանդ
Իրանք ասում են, բայ դե այդ պոլիտիկա է, բան ասա ախպեջ այդ փողը դու ուր ես տալի, այդ փողը որ դու պոլիտիկա չի, այդ զենքերն ու զինամթերքները որ Գանջայի օթանավակայանում իսրայելական Boeing-ները որ իջնում էին ու զենքերը կրում էին, ով էր։ Ասում է տենց են ռուսներն էլ են տենց անում, ասում է դե տարբեր բաներ այն չի խառնում իրար, մի կարակ չէ, այդ մկրտվելու տեղ չկա, սրբավայր չունենք։ Մերոնց Դե լավ, ուզում են թող գնա Ռաֆայել ոչինչ, հա։ Ախր պետական մտածելակերպը, պետության մտածելակերպ, թողես մենակ ճառեր ասեն։ Ճառեր, մեր երկիրը, բան ասում ախր այդ փողը ընդե դու, ընդեղ շենացրա, մեր հողը շենացրա։ Ես Մոսկվան ու Լենինգրադն եմ կարոտել, բայց ցավոք սրտի չեմ կարող, քանի Պուտինը ընդեղ է։ Հա, բայց Պուտինից հետո ավելի վատ է լինելու ինձ թվում է։ Անդե շատ խմբավորումներ կան շատ լուրջ, որ իրար դեմ կհելն են։ Հա, վերջերս չէ, երեք էր հենց Պուտինը անձամբ ստորագրեց հրամանագիր, որով դուրս են գալիս այդ բանից Եվրո, ես իմ ինչ պայմանագրից կտանքների, տարապանքների եւ այլն տանջանքների մասին բան կար կոնվենցիա, որի անդամ էին, հիմա ինքը դուրս եկավ իր ստորագրությամբ, ես ուզեմ կտանջեմ, ինչ ուզեմ կանեմ տարբերակով, էլի։ Սարսափել է, հիմա ամբողջ աշխարհը պիտի մտածի, եթե դու չես զն ոչ մեկին տանջել, անօրեն բան, ինչու ես դուրս գալիս էլի։ Դե մարդը ասում է, ես ձեր էսթետիկան ինձ չի բան հետաքրքրում, ես անել եմ ինչ որ ուզում եմ անեմ։ Դե կամ եթե անում է, էլի կանի, ինչ Եվրոպան իրան պիտի ինչ որ ձևով ձեռքը բռնի։ Դեպքում հա ինչու է հանում այդ օրենքը, բանով ամբողջ աշխարհին իլուր հայտարարելով, որ մենք դե դուք ես գիտեք ինչ եմ զարմանում, այս ռուս ժողովուրդը ինչքան է կուլ տալու այս Պուտինի այս ամեն ինչ էլի։ Երբ է կանգնելու ասի, գիտես ինչ հերիք եղավ արդեն, էլի։ Դու ով ես որ ես մի ամբողջ քանի միլիոնանոց ազգին այս վիճակի մեջ հասնում։ Չի լինելու դա ինձ թվում է։ Կլինի Ռաֆայել, ինձ թվում է կլինի։ Կարող է ժողովուրդը շատ մանարխիստ է իր այությամբ, էլի։ Քանի իր հացը, սառնարանը, տեղը տեղին է։ Եվ իրենք լավ որ չեն տեսել, սկսած ցարերից ռուսական, այդ մարդիկ դեմոկրատիա բառը չգիտեն էլ ինչ է։ Հետո եկավ սովետական միությունը, մի երկու տարի էլ շունչ չքաշեցին, եկավ պուտինիզմը եկավ, չեն տեսել այս մարդը։ Իրանց դուր է Բայց այդ ժողովուրդը Ռաֆայել դու էլ լավ գիտես, դա հոգի ունի։ Շատ մեծ հոգի ունի, որը արտահայտված է իր գրականությամբ, իր երաժշտությամբ, իր ամեն ինչով արտահայտված է եւ ես չգիտեմ ինչքան կտևի մինչեւ ոտքի կանգնի ու ասի հերիքա։ Ռուս գրականությունը, գեղանկարչությունը, արվեստը, երաժշտությունը ինքան համամարտկային է ունենց խաղաղարարը, թե որտեղից հանկարծ այդ ամեն ինչի մեջ այդքան միլիտարիզմ Իսկ Ռուսաստանը հաստատ շատ միլիտարիստական է, էլի։ Որտեղից ցարականից սկսած։ Հա, իհարկե։ Իդեպ այսօր շատ լավ մի հատ հոդված էի ընթերցում, թե ինչպես են գերմանացիները, Պրուսիան ավելի ճիշտ եւ Ալեքսանդր առաջինը միավորվել Նապոլեոնի դեմ Եվ ոնց էին հանկարծ Գերմանիա թվում է թե այն ժամանակ այնտեղ այդ Ֆրիդրիխ եւ այլն այդ լուրջ դեմքերը եւ այն արժեքները որ բան հետո ասեն կարող է ամեն դեպքում որ Ռոմանովները գերմանացիներ էին ամեն դեպքում Ռոմանովները ռուս չէին գերմանացիներ չէ դե հետո այդ ինչ որ իրար այնտեղ արունը քաշել է էլի մի քիչ ավելի մի ուրիշ բան էլ կար դրա մասին ես կարդացել եմ իրենց ամբողջ բանը գալիս էր նրանից որ Նապոլեոնը ազնվական ծագում չուներ Այսինքն սկզբից չէին էլ ուզում խոսել իր հետ, որտեղ իրենք թակավոր, SN, իսկ ինքը ինչ որ, դրա համար միացան, այդ իմաստով էլ իրենք կոալիցիան կազմեցին, որպես ազնված հեղեր, ինչ որ մի հատ երեխու հետ ընդեղ, որ Կորսիկայի Այդտեղ դու ում տղեն ես, մոտավորապես տենց է եղել, Երեք մեկ այսօր երկու մեր հետ ուզում ես ոտ գցես, բայց այդ տղեն մտավ Մոսկվա, Հետո ինչ եղավ ուրիշ պատմություն, բայց Հիտլերն մտավ 1008-ը, հետո ինչ, այդ բանը երբեք չեմ մոռանա, այդ կադրերը կա ոնց է Էյֆելյան աշտարակի դիմացը ման գալիս Հիտլերը սենց չոսկով նայելով, ֆու, մարդ ոնց զորով էլի զենքով մտնես ու ինչ էր սպասում, որ պիտի սաղ, ես զարմանում եմ, հետո էլ ասում են, այն մի հատ ռադիոլսող ունենք, որ իրենք պատմություն են կերտում, տո ինչ պատմություն են կերտում իրանք էլ իրանց կերտած պատմությունը, մտնես ուրիշ
ազգին, ուրիշ ժողովրդին, զենքով զրահով ասես չի լինի դա, չես կարող, ոչ մեկին չի հաջողվի, չի հաջողվի։ Ոչ էլ քեզ պարոն Պուտին, լսեք այս խոսքերս, չի ստացվելու։ Երիկա քրոնիկա կա, երբ որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը ստորագրվում է, Լեհաստանը բաժանում են սովետի ու գերմանացիների միջև, ցույց է տալիս գրաված Վարշավայի հատկապես կանանց, ովքեր գերմանացի զինվոր տեսնելով հայացքները sense փակում են, որ հանկարծ անգամ eye contact չունենան, անգամ նայածք չնետեն այդ ուղությամբ։ Այդ շատ բան է ասում ժողովրդի մասին։ Չէին ասում «Здравствуйте», մենք եկել ենք, չէ, նայել չէին։ Բայց Փարիզում կաբարեները աշխատում էին, աղջիկները պարում էին, այո։ Դե, օ, Paris, Paris։ Paris եք խոսում։ Չէ, դա ուրիշ թեմա է լրիվ։ Դե Ֆրանսիան, դե կուրասան, լա կուրասան, լա բագետ, լա աղջիկներ։ Cherchez la femme, ինչ ասես դա, սաղ Cherchez la femme։ Դե լավ, այստեղ ուրեմն բազմակետ դնենք։ Լավ, սիրելի։ Շարունակելու ակնկալիքով մեր ռադիոլսողներին ասեմ ենք AMPM հաղորդումը ունենք այսօր։ Արդեն անց 15 ա եղել, հա։ Այո, այսօր որ մի քիչ փոքր ուշ միացանք, մեր ռադիոլսողներին ասենք բաց չթողնեք, մոտ 40 րոպեից երաժշտական մեր Վիկտորինան է լինելու։ Դերենիկին ասենք ցտեսություն վաղը հանդիպելու ակնկալիքով։ Ցտեսություն։